Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները հարց են ուղղում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։ Հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ որևէ դեպք արձանագրվել է եւ այդ մասին Հովակիմյանը ծանուցել տեղեկացրել է խախտում կատարողին։ Վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք մեր կողմից չի արձանագրվել, որովհետեւ սկսենք այն փաստից, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարչական ռեսուրսի, այսինքն 23 հոդվածը կարող է ընտրական ուժի 23 հոդվածը կարող է գործել այն պահից, երբ որ կան թեկնածուներ։ Երբ որ չունենք թեկնածուներ, ովքեր են այդ չարաշահողները։ Այդ ո՞նց է ստացվում, որ հակակոռուպցիոն կոմիտեն մարդկանց ձերբակալում է, տանում է հələ քիչ է մնում կալանքի, այն դեպքում, երբ որ չկան թեկնածուները։ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վարքի որոշումների հետ կապված, խնդրում եմ իրենցից բարձրաբանում պահանջել։ Ես կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է, այսպես ենք, պատասխան տալ, բարձրաբանել իր որոշումները, իր քայլերը։ Պատիվ ունեմ խմբակցության падգամավորը խախտումներին անդրադարձավ, նշելով տարբեր հասարակական կազմակերպություններ են ընտրական այս փուլում դրանք արձանագրել։ Բացակայում է հավասար մրցակցությունը։ Ովքեր որ ոչ իշխանական կուսակցության աջակիցներ են, շտաբի ապագա կամ ներկա աշխատողներ են, հետևեցիք, տոտալ գաղտնալսվում են, նրանց հետապնդում են, այսինքն իրավական որոշակի գործողություններ են իրականացվում կոնկրետ քաղաքական հրահանգի կամ քաղաքական ուղղվածության հետևանքով։ Փոխարենը իշխող կուսակցության ներկայացուցիչները ավտոբուսով երբ շրջում են ամբողջ մարզերում, նախարարները տալիս են կոնկրետ խոստումներ, պետական միջոցներով արված ծրագրերը ներկայացնում են իբրև իրենց գործունեության հիմնական արդյունք եւ դա ամենևին չի խոսում մրցակցային ընտրական գործընթացի մասին։ Որևէ քաղաքական ուժից, կուսակցություն, դաշինք մենք չենք ստացել օրինակ դիմում, որ իրենց իրավունքները որևէ կերպ սահմանափակվում են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ձևակերպմամբ ընտրությունների քարոզարշավի փուլում, եթե կուսակցությունը համակարգային ընտրախախտումներ թույլ տա, ընտրական օրենսգիրքը այդ իրավունքը տալիս է, որպեսզի ազգային ժողովում կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ թիմ ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմի դատարան։ Ինչ ասել է համակարգային ընտրախախտում, երբ որ ասում եք, որ քարոզարշավի ընթացքում, եթե համակարգային ընտրախախտումներ չեն գրանցվել, ինչ է նշանակում համակարգային ընտրախախտումը, որն է։ Եվ փաստորեն ստացվում է, որ ժողովրդավարության ընդդեռած գործիքներից այս մարդիկ հիմա որոշ շրջանակներ օգտվում են։ Այս են դեպքերից է, երբ որ հիմա եթե ես ասեմ, թե ինչ նկատի ունենք համակարգային ընտրախախտում, որ ասում ենք, ոնց որ հնարավորություն տանք այն պոտենցիալ օրինակ ընտրախախտին, որպեսզի ինքը իր գործողությունները արդեն ծրագրի շրջանցելու նպատակով կարող եմ ասել, որ այս դեպքում փաստերը պիտի լինեն ակնառու եւ նաեւ կապը, հաջորդականությունը, քանակը, փաստերը։ Ընդհանրապես ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, իրավապահ, դատական, ընտրական համակարգերը պետք է լավ աշխատեն։ Այդ դեպքում միայն ըստ Հովակիմյանի ընտրությունների արդյունքները կարտացոլեն քաղաքացու կամքը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։